Պարոն Նալբանդ, հիմա կարող եք ասել, այս պահին Հալեպում իրավիճակը ինչպիսին է։ Այսօրվա ծրությամբ 3 գիշեր զինաթաթար հայտարարվեցավ Ֆրանսիայի եւ Անգլիայի միջնորդությամբ։ Հիմա հանգիստ է, պայմանական հանգստություն է, բայց մինչև ժամը 3 կառավարական ուժերը վերջնաժամկետ տվել էին քուրդական սաբեսկոչած։ Մենք չենք կարող այստեղ քուրդ ասկը բոլորը մեղադրենք։ Ես 3 միշտ ալիքում էր ասի, որ այդ ղեկավարությունը սիրիական ժողովրդական ուժերու շատ շերտավորված է։ Դրանց մեջ կան իսկական գործակալներ, որոնք կզարային Իրանին, նախկին ռեժիմին, որոշակի գավեր ունեն Իսրայելի հետ, դրա համար էլ հոմոգեն չէ եւ վերջնական որոշման չեն կարողանում հասնել։ Մենք չորնանք, որ մարտի 10-ի անցյալ տարի Դամասկոսում հուշակիրը ստորագրվեց Սիրիայի անցումային կառավարության նախագահ Ահմեդ Շարայի եւ ժողովրդական սիրիական ժողովրդական ուժերու ճակերտներում այդ գոչված ղեկավար Նազմ Աբդի հետ հուշակիր ուժում արմին միսումարմին չստացավ, որովհետեւ շատ խանգարող ֆակտորներ կային իրեն նախահավի։ Ես կգարձեմ այս մեկը, որ դեղի ունեցավ Սիրիա-Իսրայել վերջնական խաղաղության պայմանագրի երկունքի ցավերն են, որովհետև դրա զուգահեռ մենք չմոռանանք ամսի 4-ից սկսած Փարիզում հանդիպում են Սիրիայի եւ Իսրայելի պատվիրակությունները, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի եւ Ամերիկայի Թուրքիայում արտագաղթ եւ լիազոր տեսփան բարոն Թոմ Բարակի ղեկավարությամբ եւ 3 պաշտոնական հայտարարություն եղավ թե Սիրիայից թե Իսրայելից, որ ինչ որ դեղաշարժ եղած է տնտեսական եւ ապահովական առումներով։ Երևի իսրայելյան ուժերը պիտի վերադառնան 1974-ի պայմանական սահմանը եւ դուրս գան Սիրիայի սահմաններից եւ խաղաղության պայմանագրի ուժը մարմին ստանա։ Սպասենք տեսնենք ինչ կլինի։ Հրադադարից ինչպիսի սպասելիքներ ունեք, պարոն Նալբանդ։ Տեսեք, Հալեպում այս առաջինը չէ որ լինում է, հաջող փոխումներ լինում են Հալեպում, բայց գարժաժամկետ լինում է մի քանի ժամվա բեդողությամբ եւ դա տեխնիկա չէր օգտվում, չէին օգտագործում դա տեխնիկաներ, իսկ այս արջի օրվա ամսի 6-ին սկսած փոխումները արդեն բան էին, հրանոթներ կային, ԱՏՍ-ներ կային, դառը տեխնիկա օգտագործվեց, էվակուացիաներ դարաշները ժողովուրդ էվակուացին, որով հիմնական այդ ժողովուրդը քուրդեր են։ Իսկ վտանգավոր գիտեք ինչ է, այդ ինչ որ փոխումներ դժվարացան, ուղղակի հայկական թաղամասերի շատ մոտ էին։ Եվ նույնիսկ դպրոցների ապագեն չմոռանանք 3 տաղավար օրեր պետք է հայերը գնային Քերեզվանատուն ամոներ բարեին իրենց նճաճարների, այդ էլ չգրվեցավ, որովհետև տիպուգահարներ կային եւ դեղաշարժի այդ իրավունքը մարդոցից խլել էին, մարդոց խփում էին փողոցներում տիպուգահարները։ Հիմա բայց ասում եմ, չէ, Անգլիայի եւ Ֆրանսիայի միջոցությամբ խզինաթաթերը, գիտեք ինչ, ոնց որ հիմա քուրդական մամուլը հաջող թեզեր առաջ քաշում, որ դրա քրքրող պրովոկատորները թուրքական Սիրիայի բանակներ հոմոգեն չէ։ Սիրիայի բանակը ճոկատները, որ բայկարում էին նախորդ ռեժիմը դավալերության, դրանք հիմա միացրել են ինչ որ բանակից ձև ուզում են ստանալ։ Դեռ գայացած բանակ չկա, դրա մեջ թուրքական միդից ուղղակի հրանտներ ստացող ուժեր կան։ Քուրդերը ասում են, որ դրանք են նախահարցակել, բայց չեմ հավատում դրանք, որովհետև դրանք երբեք ծերնդու չհատկապես որ Սիրիա-Իսրայել բանակցությունները իրենց մեծ թափով շարունակվում են Փարիզում։ Ես կգործեմ քուրդերը դսկան որ խաղի վերջն է, իրենք շատ էին երազում որ քուրդական երկիր ստեղծեն Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում, որոնք շատ հարուստ են պետրոլով, ջրային բաշարներով, մենք չմոռանանք Եփրատ եւ Դիգրիս այդտեղից անցնում են, հադում են եւ անցնում են դեպի Իրաք, ինչեւ Բարսից ծոց են հասնում։ Եվ այնտեղ շատ հարուստ սիլիկոն կա, ընդդիր մետաղներ կան, պատահական չէ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդքան Թրամփը շահագրգռված է, անխոժակը ծրած է, որով ինքը շատ լավ գիտե։ Սիրիայում շատ հարուստ սիլիկոն կա, աշխարհի ամենամաքուր սիլիկոնն է, 70% մաքրություն կա։ Ես ձեզ հանրության համարացեմ, հիմա ամենամաքուր սիլիկոնը աշխարհում Հնդկաստանում 30% է։ Սիրիայի եղած սիլիկոնը ապադում Հոմսից հետո իրաքյան զաման աշխարհի ամենամաքուր սիլիկոնն է եւ շատ մեծ քանակությամբ է։ Նույնիսկ 1 միլիոն դարի բավարարում է իբր էներգիայի աղբյուր աշխարհում։ Դրա համար է ամերիկան շատ ուզում է խաղաղություն հաստատել Սիրիայում, որ ամերիկյան ընկերությունները, գերմանական ընկերությունները, ֆրանսիացիները, անգլիացիները իրենց ներդրումները կատարեն, հատկապես Սաուդի Արաբիան շատ կրկրված է, որովհետեւ Սաուդի Արաբիան ուզում է ներդրումներ անի Սիրիայում ապակայի համար, որով իրենք գիտեն, որ վեղի պետրոլը դեվերջանալի է, տեխնոլոգիաներով կետնի մեջ շատ են ներդրումներ անում սերուցիները։ Իսկ հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում վիրավորների մասին տեղեկատվություն կա։ Այո, ունեն տեղեկատվություն կա, հաստատ չի կան վիրավորներ։
վիրավորներ հաստատ չգան, ուղղակի շատ զգուշավոր են դներից դուրս չեն գալիս, իսկ այսօր գազեք թե փոքրիկ դերաշար դեր ունեցել է, արդեն դուրս են գալիս տներից, խանութները փակ էին, սրընթամթերքի դժվար հասնում էին, էլեկտրոմատագարարումը մի քիչ խախտված էր, ջուրի մատագարարում կար, գավը նորմալ էր, չնայած դժվար է գավի ինտերնետի որակն էլ ընկավ է դարիներու ընթացքին է 14 տարվա պատերազմի ընթացքում ահագին որակազրկվել էր ինտերնետային գավը, բայց հիմա կամաց արդեն վերականգնում է։ Մենք չմոռանանք, որ էմիրատյան ընկերություններ, բաները գավի բնակավարի մեջ մեծ ներդրումներ ուզում են անել, բայց ուղղակի սպասում են, որ Սիրիա-Իսրայել հարաբերությունները որոշակի ծև ստանան, խաղաղվի, որ իրենք անկախ ներդրումներ կատարեն։ Մենք չմոռանանք այսօրի պատժամիջոցներն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոնգրեսը, Սենատը վերացուցին եւ նախագահ Տրամփ ստորագրեց նոր դարուցարացինը ոչ մեկ տնտեսական պատժամիջոցներ արգելք չկա։ Պիտի առաջ նայեն, խաղաղություն եւ առաջ նայեն։ Այդ երկիրը այդքան մեծ պոտենցիալ ունի, որ շուտ է ոտքի տանքնելու։